Այսօր մենք սովոր ենք լսել միկրոպլաստիկ բառը, սակայն կար մի ժամանակ, երբ այս տերմինը պարզապես գոյություն չուներ։ Պրոֆեսոր Ռիչարդ Թոմփսոնը Պլիմութի համալսարանի ծովային կենսաբան է, ծովային ինստիտուտի տնօրեն, բրիտանական կայսրության շքանշանի սպա և թագավորական ընկերության անդամ։ Իր աշխատանքում նա առաջինն էր, որ նկարագրեց ծովային միջավայրում առկա մանրադիտակային պլաստիկե մասնիկները, դնելով հետազոտությունների բոլորովին նոր ոլորտի հիմքը։ Երբ սկսեցի դասավանդել, մարտահրավեր նետեցի իմ ուսանողներից մի քանիսին։ Նրանք դուրս եկան ափ, հավաքեցին ավազի նմուշներ, և մենք սկսեցինք դրանք մանրադիտակով դիտարկել։ Եվ առաջին իսկ նմուշներում մենք կարողացանք տեսնել կտորներ, որոնք նման չէին ավազի հատիկների, վառ գույնի կտորներ, կարմիր և կապույտ։ Եվ դա գրեթե մի տեսակ դատաբժշկական քննություն էր, դրանց ինքնությունը հաստատելու համար։ Եվ մենք հաստատեցինք, որ դրանք իսկապես պլաստիկի մասնիկներ էին։ Մենք ցույց տվեցինք, որ դրանք առկա են Մեծ Բրիտանիայում, տարբեր բնակավայրերում, նստվածքներում և ջրային հաստույթում։ Եվ հետաքրքիր է, որ 2004 թվականի իմ առաջին հոդվածում, այս թեմայով իմ առաջին հոդվածում, մենք օգտագործեցինք միկրոպլաստիկ տերմինը։ Եվ այս տերմինը նախկինում այս համատեքստում չի օգտագործվել իսկապես մանրադիտակային կտորների համար։ Նախկինում եղել են պլաստիկի փոքր կտորների վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ, և մենք դրանց հղումներ ենք արել մեր հոդվածում, բայց մենք ուսումնասիրել ենք ավելի փոքր չափսեր, քան որևէ մեկը։ Մենք ցույց տվեցինք դրա կենսամատչելիությունը։ Մենք ցույց տվեցինք ժամանակի ընթացքում դրանց աճի միտումը։ Օվկիանոսը պլաստիկի կուտակման հիմնական ջրամբարն է։ Այն արդեն պարունակում է ավելի քան 200 միլիոն տոննա պլաստիկե թափոն, և այս քանակը շարունակում է աճել ամեն օր։ Կարևոր է հասկանալ, որ պլաստիկը չի անհետանում։ Արևի լույսի, ալիքների, աղյության և մեխանիկական շփման ազդեցության տակ այն քայքայվում է միկրոպլաստիկի և նանոպլաստիկի։ Միկրոպլաստիկը, դրանք պլաստիկե մասնիկներ են, որոնց չափը փոքր է 5 մմ-ից, մինչդեռ նանոպլաստիկը փոքր է 1 միկրոմետրից, մոտ 1000 անգամ ավելի բարակ, քան մարդու մազերը։